Լույս Օրդբարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան, Էրնեստ, Լիլիթ, մի խոսքով մի ամբողջական թիմ աշխատում է ձեզ համար, իհարկե մեր սիրելի օպերատոր Արմանն էլ հետը։ Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, այո, Կիրակոսյանների եթերը սկսում է իր աշխատանքը, վերջերս մեր մնացած անձնակազմը եւս որոշում է կայացրել գնալ եւ փոխել իրենց ազգանունը, որպեսզի լինի Կիրակոսյանների առավոտը։ Տեսնենք դա կհաջողի թե չէ, բայց հատուկ դրա համար այս բան երաժշտություն կհնչի եթերում, որ մտածելու առիթ կա։ Լինել Կիրակոսյան, թե ոչ, գնացինք լավ երաժշտություն հիմա։ Վստահ ենք, որ արթնացաք եւ Կիրակոսյանների առավոտը ձեզ դեռևս շատ ասելիք ունի այսօր, որովհետեւ մենք ունենք շատ լավ հյուր եւ այդ հյուրը կխոսի այսօր նորաձևության մասին։ Մինչ հյուրին ներկայացնել առաջարկում ենք դիտել տեսանյութ, որն է կպատմի, թե ինչի շուրջ ենք զրուցելու հարգարժան հյուրի հետ, ով արդեն տաղավարում է։ Դիտենք ու վերադառնանք։ Ինչպես իմացաք, Փարիզում սեպտեմբերի 13-ից 15-ը տեղի է ունեցել OMC Hair World 2025 խոշոր եւ հեղինակավոր մրցույթը, որի շրջանակներում 44 երկրից 500 մասնակից մրցել է աշխարհի գավաթի համար։ Լիովին նորաձև տղամարդ Full Fashion Man անվանակարգում ներկայացված է եղել նաև հայ ազգի դիզայներ Գեղամ Շերոյանը, հեղինակավոր մրցույթում Շերոյանի հեղինակային կոստյումը ներկայացրել է Dolce & Gabbana-ի հայ ազգի մոդել Աշոտ Գրիգորյանը։ Հենց այսօր Գեղամ Շերոյանը դիզայներ մեր տաղավարում է, բարի լույս։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք Օրդբարի տաղավարում այս առավոտը սկսել ձեզ հետ միասին եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ինչպես է սկսվում դիզայներ Շերոյանի առավոտը։ Դե իհարկե մեկ գավաթ սև սուրճով։ Առավոտյան շուտ թե երկար սիրում եք քնել։ Շուտ։ Նախ եկեք գանք սկզբից Փարիզ, ինչպես հայտագրվեցիք, ինչպես մասնակցեցիք առաջին անգամներ թե ոչ։ OMC շրջանակներում մասնակցությունս այո առաջի անգամ էր եւ հրավերը ստացա իմ ընկերից Ռոմանից, ով մեր Հայաստանը ներկայացնող թմի տրիներներից էր համարվում, Ռոմանից հրավերը ստացա եւ սկսեցինք արդեն քննարկումները եւ մրցույթի հիմնական խնդիրը նա էր, որ նորաձևությանը ինչ որ մի շունչ տայր, որ կարողանայր ինչ որ տեղ գրավել։ Այստեղ ես Աշոտին որ վերցրեցի որպես մոդել, իրեն համար պատրաստեցի գեղեցիկ սմոքինգ կոստյում, բայց հետաքրքիր լուծումներով ոնց որ երկու մասի էի բաժանել Աշոտին, մի կողմը ուրիշ սթայլ էր, մյուս կողմը ուրիշ, մի կողմը սմոքինգ էր, մյուս կողմը ավելի casual սմոքինգ։ Գաղափար ամբողջությամբ ձերն էր։ Գաղափար ամբողջությամբ իմն էր եւ այստեղ խնդիրը ամենագեղեցիկը նա էր, ավելի ճիշտ, որ ես թիթեռնիկի փոխարեն, հա, բաբեջկայի փոխարեն ես ժամացույցն էի ամրացրել պարանոցին, որը շատ մեծ արձագանք տվեց, sense շատ լավ բում եղավ, ու sense բոլորը նայում էին, այդ ինչ լավ հետաքրքիր գաղափար եւ նաեւ իհարկե այդ կողմի վրա գեղեցիկ ժամացույցի տեխնիկ մեջի
տեխնիկ սխեմաները, գեղեցիկ մի հատ էլ իմ ձեռքով բրոշ պատրաստեցի, ամրացեցի կրծքավանդակին։ Խոսքով շատ գեղեցիկ ելույթ ունեցանք եւ շատ լավ ձեռբերումներով։ Շարան, քանի որ դու շատ սահմաններից դուրս այսպես ասենք, հա, ստեղծագործող դիզայներ ես, հետաքրքիր է, ասացիք, որ սկզբից ընտրվեց մոդելը, հետո նոր կոլեկցիան, սկզբից ընտրեցիք կոլեկցիան ունեիք գաղափարը, թե ընտրեցիք մոդելին, հետո նոր կոլեկցիան։ Ինչ այստեղ ինչպես արեցիք, որ այս համադրությունը տեղի ունեցավ։ Ես Աշոտին չէի ճանաչում, հետո այդ օրը նորաձևությանը անդադ ես հետևում եմ, այդ օրը Dolce Gabbana-ն ունեցավ պակաս եւ գրեթե մի 40 րոպե ինչ արդեն համացանցում կար, նայում էի պակասը եւ Աշոտին տեսա, տեղից ճանաչեցի իրան։ Հետո տենց իդեա առաջացավ իրեն առաջարկել։ Իսկ հեշտ ստացվեց այդ կապը, ընդհանրապես հեշտ է այդ տեսնել մոդելին, գտնել կոնտակտներ, գրել, ասել արի ինձ։ Շատ հեշտ է, դե հիմա բավական հեշտ է, քանի որ Instagram, Facebook հավելվածները կան, արդեն հեշտ է։ Աշոտին գրեցի, երբ որ Աշոտին գրեցի, Աշոտը ինձ պատասխանեց, իհարկե իր ելույթից 2 օր հետո ես իրեն գրեցի, մտածեցի շատ նամակներ, տեքստեր կունենա եւ sense խառավիճակ կլինի իր Instagram-յան էջում, ասա թե 2 օր հանգստանա տղան, նոր գրեմ։ Աշոտին գրեցի, Աշոտը շատ ողջունեց հրավերը, բայց ասեց մի հատ մեծ գերխնդիր կա, ես պետք է իմ ագենտի հետ խոսեմ, որովհետեւ ինքը ուներ արդեն կոնտրակտներ, որ թույլ տան, թե ոչ երկրորդ բրենդի հետ աշխատելու համար, իր ագենտին դիմել էր այդ հարցով, ագենտը բավականին մեծ տենց աղմուկ էր բարձրացրել, բայց Աշոտը ասել ես Հայաստանը պետք է ներկայացնեմ իմ հայկանը, այո։ Ես գնում եմ, Աշոտը մոտավորապես մի 10 օր ժամանակ խնդրեց ինձանից ու գրեց, որ Շերան ջան, ես Լոնդոնից կթռնեմ կգամ Փարիզ, բայց մինչև այդ ես մտնում եմ, իր ինֆորմացիան իր մասին վերցնում եմ, էլի համացանցից ու տեսնում որ ինքը Փարիզում է ապրում, ասում օպա էտա, ինքը Փարիզում է, ես մեկնում եմ Փարիզ, էտա։ Բայց ամեն դեպքում ինքը Փարիզից 3 ժամ հեռու էր մնում, հենց Փարիզից Լիոն քաղաքում ամնում, բայց այդ ընթացքում ինքը Լոնդոնում էր։ Լոնդոնից եկավ Փարիզ, մեկ օր մնաց մեզ հետ, պատրաստվեցինք, իսկ Աշոտին այդ ամբողջը Աշոտին արդեն որպես կերպար, որպես մոդել տեսնելուց, մարսելուց հետո իհարկե նոր իդեան առաջացավ այդ սթայլը ստանալու համար։ Ինչքան ժամանակ պահանջվեց, որպեսզի ձեր ուզած այդ տեսարանը ստանաք մոդել։ Ուզած տեսարանը սենց միանգամից սենց ճտիկ վառվեց ու ասեցի, որ պետք է ես ժամացույցը կապեմ իր պարանոցին ու այդ մյուս շտրիխը դոշի բրոշներ, բայց Աշոտի կոստյումը իր չափերը նախ ես չունեմ, դե մենք իրար չենք հանդիպել, զանգել եմ իրեն, WhatsApp-ով, վիդեոզվանոկով մենք իր չափսերիա քույրն ա վերցրել, ես ասել եմ ստեղ սենց, խոսքով եկարել ենք չափերը, երևի որ պրեմիերկաներով անեինք, տենց չստացվեր իր։ Այդքան իդեալական չլիներ, հա։ Շատ իդեալական էր։ Իսկ լուքերի ընտրությունը դուք ուղղակի առաջարկեցիք հենց մոդելները տվեցիք, նկարված ինքը ասեց որ օքեյ, ես սա կհակնեմ, թե դժվար եղավ դա եւ հետաքրքիր է։ Քանի որ ինքը full fashion man նոմինացիան էր, ինքը շատ բաց էր եւ շատ կարող էր սահմաններից դուրս գալ, բայց քանի որ ես կոստյումների գիտեմ, արքան ես արքան ես չուզեցա ոչ իմ ընդհանուր ապսեից դուրս գամ, դրա համար որոշեցի շատ հետո քննադատություններ լսեցի մյուս դիզայներների իմ գոլեգաներ, ոչ թե քննադատություն, այլ ուղղություն, որ Շերոյան, սա ուղղակի այդպես կոստյում է, ավելի կարելի է ինչ որ sense հետաքրքիր փախած բաներ անել, որ ինքը տենց նոր բան, ասի մի խանգարեք, ես sense եմ պատկերացնում ու տենց էդի Շերոյան պետք է։ Այսինքն այդ կլասիկ հիմքի վրա էս կառուցել են ինչ որ կա, միշտ ինչ որ։ Դե իհարկե այդ ընթացքում, որ ես հետևում եմ նորաձևության, տեսա ավելի պիճակներ մի փոքր ավելի երկարացրել են պիճակի չափը։ Ես էլի այտենց Աշոտին այդ մի քիչ երկարով էի արել, ավելի թույլ շալվարները, քան ավելի slim fit։ Շատ սիրուն եղավ ու sense wow իրականում ամեն դեպքում 44 երկրից 500 մասնակից, ինչպիսին էին ձեր տպավորությունները ընդհանուր ամբողջ մրցույթից, ով է տպավորվել ձեր մեջ որպես այլ դիզայներ եւ ում եք տպավորել դուք։ Բնականաբար լարվածությունը շատ էր, որովհետեւ խոյտարակ մի հատ մեծ սրահում անցայրացիր, հա, անցայրացիր այդքան ազգերի մեջ
Հայաստանից է բավականին շատ ներկայացուցիչներ ունենք, բայց full fashion men 3 հոգի ենք, որ երկուսը ավելի շատ իրանք վարսահարդարման ոլորտում են, բայց ընտրել են նաև այդ նոմինացիան, իրանք համ մազերը, համ հագուստը մտածել էին, որպես այդպեսին միայն հագուստի հետ կապված Հայաստանից ես էի, որ կոնկրետ հագուստի մասին էր խոսքը։ Բնականաբար լարվածությունը կար, իսկ ինչ վերաբերվում է ուրիշ դիզայների, որ մեծամտություն չլինի, ոչ մեկ։ Իրականում մեծամտություն չլինի ոչ մեկ, որովհետև դեռ երկու շատ կարևոր ժյուրիներից մարդիկ, ասենց որ ամեն տարիներին իրանք եղել են որպես ժյուրի, իրանք բոլոր մասնակիցները, բոլոր տրեներները իրանից մի քիչ sense լարվել եւ խուսափել են, բայց շատ սիրուն ինչեւ հələ չէր ավարտվել մրցույթը, ասես կոմենտներ էի լսում, խի ուրիշ մոդել կար նայելու, խի ուրիշ sense, շատ սիրուն էր ամեն ինչ։ Ու դից մեկը չկար, որ թեկուս ինչ որ մի իդեա ես կողանայի կամ ասենք սովորեի, տենց մեծ մասամբ ես Ինչ է հարկավոր դիզայներին մեծ հաջողության հասնելու համար ըստ ձեզ լավ գաղափար, աշխատասիրություն, թե ինքնավստահություն։ Նայեք, ինքնավստահությունը ամենակարևորն է, պետքա չվախենաս, որովհետև ես չգիտեմ դուք ինչքանով եք տեղյակ իմ իսტორիային, ես շատ խոճոճ-մոճոճ, բարելով, թատրոնով եկել եմ, մի հատ ինչ-որ բաբեջկա ստեղծելով, դարձել եմ Շերոյան կոստյումների այդ արքան, այսպես ասած, եւ իհարկե աշխատասիրությունը շատ մեծ կարևոր է, ես չեմ քնում, աշխատում եմ մաքսիմալ չքնեմ ու ստեղծում եմ այդ կոստյումները, դե բնականաբար հաճախորդներից քանակն է բավականին շատ է, հարսանիքից ես։ Շերոյան, քեզ ինչն է ոգեշնչում ավելի շատ հարսանիքները, թե Նայ, գիտես ոնց է, հարսանիքները հիմա մի քիչ ավելի Հայաստանում սենց մեջ շուկով, շատ սենց բեմականացված, գեղարվեստական, այո, մեծ։ Արդեն դարձել են էլի շքեղ միջոցառում։ Իհարկե, շքեղ միջոցառումները, որ շատ լավ է, այդ հարսանիքներն են ինձ։ Իհարկե, կյանքում մարդու կյանքում մեկ անգամ է, մենք 100 անգամ չենք անում հարսանիք։ Վստահում է ինձ, այնտեղ հետո արդեն papan-ը, խավորն է, տենց ոնց որ իմ պոդիումը լինի ամեն անգամ հետաքրքիր հարսանիքները։ Այդ հարցում աշխատել մի քիչ ավելի ուրիշ հաճույք է, բայց դա բնականաբար արտիստի հետ աշխատելը, տեսալակներ նկարելը, այդ ավելի մի քիչ սիրուն է, ավելի հաճելի է, մի քիչ ուրիշ է, ռեժիսորի հետ հանդիպել, հասկանալ լոկեյշնները, որտեղ է նկարվում, ինչ իդեաներ է, որ ստեղծել գեղեցիկ համադրություն տրվել արտիստի համար։ Ավելի շատ ստեղծում ես տղամարդկանց համար հագուստ, քան կանանց։ Միայն, իսկ գաղափար չի առաջացել երբևիցե կամ չունես այդ մոտիվացիան, կամ էսքիզավորում մոտդ ինչ որ ինչ որ բան ուզում ես կանանց համար, օրինակ Անահիտը գեղեցկուհի է, իր համար ինչ որ մի գեղեցիկ բան ստեղծես եւ դա լինելի սպეციფիկ։ Հենց հիմա եթերում։ Այո, նայեք, որպես այդպեսին ես աշխատում եմ չանեմ կանացի հագուստներ, իսկ կոստյումը ինձ էլի հաճելի է, կոստյումներ եղել եմ, որ արել եմ, մի քանի երգչուհիներ կան, որոնց հետ աշխատում եմ ու հիմա էլ աշխատում եմ երգչու համար մրցույթի մասնակցելու, մրցանակաբաշխության մասնակցելու համար ավելի ճիշտ Ամերիկայում, բայց տենց այդ փոմփոլիկներով, ինչ-որ sense փորիկներով, երկար տենց գեստներ, ես sense ինչ մտածեմ, մեկը ինչ-որ sense կոստյումի շտրիխ ավրեն, դες օրինակ Աշոտին մի հատ էլի կոներ վառատնիկ դրել էի կոստյումի, հասկացա՞ր, sense ես տենց եմ կարողանում մտածեմ, ուրիշ սիստեմ չգիտեմ, չեմ կարողանում։ Դերևս չկա։ Մի խոսքով ռեժի համար կկարեք, ես եթերում կհագնեմ։ Ինձ համար ինքը կարել է արդեն եւ Սիրով ձեր համար կկարեմ, բայց ոչ շորիկ։ Կոստյում։ Անայտը շատ գեղեցիկ պիժակներ ունի, այնպես որ ինքը սիրում է եւ հագնում է, այնպես որ Շնորհակալություն անսահման նշեցիք, որ բարդ ճանապարհ եք անցել, շատ խոճուճ ու տարբեր մասնագիտություններից գտել եք ձերը ու հասել եք այս կետին։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր դեռ չեն գտել այդ կետը եւ այսպես տատանումների մեջ են, հա, որոնք են այդ հաջողության գրավական Ինձ համար մի քիչ մարդու քիմիան է շատ կարևոր, որովհետև այդ խոճուճ ճանապարհը, որ ես անցել եմ, ես էլի դրա մեծամտություն չլինի ասեմ, ես նորից հաջողությունների եմ եղել, օրինակ ես բարել եմ Թաթուլ Ալթունյանի երկբարի անսամբլում, սոլիստ եղել եմ, թատրոնում լավ բեմադրություններ եմ արել, բարային ռեժիսուրայի բաժին եմ ավարտել, Աննա Կարապետյանի կուրսն եմ ավարտել, իմ ջարս ողջույն Աննա Կարապետյանին, այո, միշտ հաջողություններս իմ շատ բան է եղել, համ շուտ է եղել, համ երևի մի քիչ հեշտ,
sense Հաջողակ աստղի տակ եք էլի ծնվել, հա։ Ես ասում եմ տենց մի ասա, բայց ես ասում եմ, ամեն անգամ ասում եմ մի ասա տենց, երևի չգիտեմ, սնահավատություն կապված բան կա, ասում եմ մի ասա, բայց ես ասում եմ, իմ համար ամենակարևորը մարդու քիմիան է, աշխատասիրությունը, չվախենալը եւ իրականում միշտ պետքա շփվել ճիշտ մարդկանց հետ։ Այն մարդիկ, ովքեր որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ դու իրենից ինչ որ բան չունես վերցնելու, ես նման մարդկանց հետ չեմ շփվում։ Միայն հաջողակ եւ հարուստ մարդկանց հետ։ Ժամանակ չվատնել եւ շփվել միայն դրա համար ոնց է հաջողակ եւ հարուստ։ Ոնց է հաջողակ եւ հարուստ։ Այո, հեքիաթային գեղեցիկ ու հարցին, որ հեքիաթ, ասում դա ձեր գործը չի, դա հեքիաթ է։ Լավ, ինչ է սպասում հաջորդ հեքիաթում։ OMC-ին որպես հեքիաթ գնացինք, վերցրեցինք, եկանք եւ այլն, այնտեղ ամենալավն ենք եւ ամենաուժեղը իդեպ Լորեցին ա եղել է, այդ պատկերացնես Աշոտ է։ Աշոտ ջան, ողջույններս, բարին գիտենք որ դիտում ես, թե Լոնդոնից թե Փարիզից։ Քույրիկիներ շատ մեծ շնորհակալ եմ։ Ինչ է սպասում հաջորդ հեքիաթում, ինչ նպատակներ։ Հաջորդիվ արդեն սրա մասին խոսել եմ մյուս TV-ում, սա երկրորդ տեղն է, որ ասում եմ, սեպտեմբերի 14-ին մյուս կլինի ամենամեծ ցուցադրությունը Հայաստանում տղամարդու կոստյումների հետ կապված։ Պատրաստվում եք։ Այո, արդեն պատրաստվում ենք, ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, որի հետ արդեն աշխատում ենք, Լուսյան, hello։ Շատ սիրուն օր ենք ունենալու, մյուս 14 սեպտեմբերի իմ ծննդյան 35-ամյակն է։ Այո, տեղ արդեն։ Ձեզ համար լավագույն նվերն եք էլի պատրաստում։ Ինքնդ ձեզ։ Այո, էլի չեմ վախենում։ Ու անելու է։ Մոդելներ ընտրել եք արդեն։ Մոդելներ դեռ չեմ ընտրել, որովհետև պետք է հասկանանք դեռ քանի վիխտ ենք ունենալու, այս բայդրությամբ 4-ը հաստատ։ Օրինակ ես կարծում եմ ես հրաշալի մոդել եմ։ Եթե ձեզ շատ տարօրինակ մոդելներ պետք լինեն, վրեժը կա ու կա։ Նորաձևությունը նենց չի որ հիմա պատկան։ Այո, նորաձևությունը հիմա շատ Իհարկե, ես սիրով կքայլեմ պոդիումին։ Մնում է երևաց վրեժ չէ։ Չնայած չէ, թե Շերոյանն է լինելու երևաց վստահ։ Եվ հետա պատրաստվում ենք այդ նորաձև այդ պակաս ցուցադրությանը արդեն կհասկանանք ու իհարկե քասին կհայտարարենք Հայաստանի պայմաններով, փորձենք ամենագեղեցիկ մաքսիմալ մաքսիմալը անենք, բայց շատ սիրուն իդեաներ ալուսին արել, շատ սիրուն, ասեն շատ իր խաղացում կինոչնի, ասենց Եվ քանի որ այսօր մեր հյուրնեք չեն կարող չհարցնել ուղակի սովորական մեզ համար, հա, 2025 թվականը ինչ է թելադրում նորաձևությունը, ինչ հագնել, ինչպես հագնել, որոնք են այսպես կարևորագույն գույներ, ձևեր։ Աշնանային չէ, երևի արդեն աշնան է։ Գույների հետ կապված Պիտոն ինստիտուտը միշտ թելադրում է այս վերջի 3-4 տարին ավելի այդ ծովային գույները, ինչ կատարվում է ծովի հատակում, այդ ինչ գույներ որ տեսնում ենք, այդ գույներն է այս բայ դրությամբ նորից տրենդային գույները համարվում, իսկ հագուստի հետ կապված այսօր էլի ավելի հեշտ է, որովհետև այս oversize բաները եկել են առաջ, պիջակները, շորերը, որ ինչ հագնում շատ սիրուն է։ Թույլ են տալիս, որ գնաս հայրիկիդ կոստյումը վերցնես եւ հագնես։ Ինչի՞ չէ։ Եվ կոժիկները պատկերացնում ես ամենակարևոր բանը դա ճիշտ համադրությունն է գույնային, ես դա էլ միշտ ասում, որ ես գույնի համոզգում եմ, տարբերությունը դրանում է։ Ինչ մտածեցի, օրինակ վրեժին կարելի է այս գույնի կոստյումը։ Ես նայում եմ իր մաշկի գույնին, իր խարակտերին, աչքերին, ընդհանուր եւ հասկանում, որ իրան ինչ գույն է կարելի, ինչ գույն չի կարելի։ Հասկացա՞ք։ Շնորհակալ ենք անչափ, որ ժամանակ գտաք եւ նվիրեցիք մեզ ու մեր օրդբարի եթերին։ Մենք միայն ուրախանում ենք հաջողություններով, այն էլ համաշխարհային եւ միջազգային, այնպես որ մնում է ձեզ հաջողություն մաղթել, նորանոր հետաքրքիր լուծումներ, գաղափարներ ու թող որ մեր հայի անունը հնչի տարբեր միջազգային բեմերից, մենք էլ լուսաբանենք այս մասը։ Ես եմ ձեզ շնորհակալ հրավերի համար, մերսի շատ ես գեղեցիկ կառավարում։ Գեգամ Շերյանն էր մեր հյուրը, Մարտով ասեց, ամենակարևորը ինքնավստահությունն է, իսկապես պետք է հավատալ սեփական ուժերին, չհանձնվել ու միշտ գնալ առաջ, եթե ունեք սիրելի գործ, ապա դա վստահաբար ձեզ կբերի նաև հաջողություն, եթե ունեք աշխատասիրություն, ինքնավստահություն եւ չկաշկանդվեք ու քարքարոտ ճանապարհը անցնեք գլուխը բարձր։ Այո, յուրաքանչյուր տղամարդ գեղեցիկ է, երբ կրում է գեղեցիկ հագուստ, իսկ գեղեցիկ հագուստ կրելու համար պետք է արքայավայել կրել այդ ամեն ինչը։ Իսկ լավագույնս դա ստեղծում է մեր ֆեշն աշխարհում Գեգամ Շերոյան, ում ես այդպես էլ անվանում եմ տղամարդկանց կոստյումների արքան։ Այսօր այսքանը։ Մնացեք բարով, լավագույն վրեժի կողքին պետք է լիներ լավագույն Անահիտը։ Գեղեցկուհի Անահիտը։ Հաջողություն։ Լավ օր բոլորիդ։